Շնորհակալություն մեծարգո փոխոսնակ, հարգելի գործընկերներ, իհարկե շատ մեծ է ցանկությունս արձագանքելու մեր ընդդիմադիր գործիչների ելույթներին, բայց քանի որ աջ հատվածում ինչպես միշտ դատարկ է ընդդիմության աթոռները, չեմ ուզում երկխոսել աթոռների հետ եւ գայթակղությանը չեմ տրվի, խոսեմ ավելի կարևոր թեմայից, որը հայտարարագրումն է։ Սիրելի հայրենակիցներ, եթե դուք աշխատում եք, ստանում եք եկամտահարկ եւ հայտարարատու անձ եք 2025 թվականի համար, դուք կարող եք հետ ստանալ ձեր եկամտահարկը մի քանի ուղղություններով, կառավարությունը ձեզ հնարավորություն է տալիս։ Եվ այս վերջի որոշումներով ընդլայնվել են ցանկերը, թե ինչ հնարավորություններ ունի քաղաքացին այդ եկամտահարկը հայտարարագրման ինստիտուտի միջոցով հետ ստանալու, ես կփորձեմ իրազեկել այդ մասին։ Ուրեմն սահմանվել են կրթության գծով փոխհատուցման նոր ուղղություններ, կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցման շրջանակը համալրվել է եւ բացի նախկինում սահմանված ուղղություններից, կրթության գծով փոխհատուցումից կարող եք օգտվել նաեւ այն դեպքում, եթե կրթական ծախսերը կատարվել են երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցների, արտադպրոցական կազմակերպությունների, կենտրոնների, մանկապատենական մարզադպրոցների եւ կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից երաշխավորված այլ արտադրոցական ծրագրերի, ինչպես նաև ոչ ֆորմալ կրթական ծրագրերի միջոցով տրամադրվող կրթական ծառայությունների համար։ Շեշտեմ, որ այս ցանկին կարող եք ծանոթանալ կրթության, գիտության եւ սպորտի մշակույթի երիտասարդության կայքում հատուկ բաժին կա սոցիալական կրեդիտ, ցանկը ամբողջությամբ նշված է, թե որ հաստատությունների դեպքում կարող եք ստանալ ձեր երեխաների կամ ձեր կրթության համար ստացված փոխհատուցումները։ Կրթական ծրագրերը պետք է աշխատավորված լինեն լիազոր մարմնի կողմից, այսինքն նախարարության կողմից եւ կփոխհատուցվեն դասագրքերի վարձակալության վճարները, կփոխհատուցվեն նաեւ ատամնաբուժական ծառայությունների վճարումները։ Ուրեմն նախկինում միայն առողջապահության ապահովագրության ծախսերն էր փոխհատուցվում մինչեւ 50,000 դրամի չափով, այժմ ընդլայնվել է ցանկը եւ Հայաստանում գործող ապահովական ընկերություններից առողջության ապահովագրական փաթեթի ձեռքբերումից բացի կփոխհատուցվեն նաեւ 2024 եւ 2025 թվականների հաշվետու տարիների ընթացքում Հայաստանում ատամնաբուժական ծառայությունների համար կատարված վճարումները։ Ինչպես ստանալ հետ փոխանցումները կարող եք տեսնել Պետեկամուտների կոմիտեի կայքում, ինչպես նաև սոցիալական հարթակներում ակտիվ իրազեկումներ են քայլերի հաջորդականությամբ, թե ինչպես կարող եք հետ ստանալ այս գումարները։ Առողջապահության գծով կատարված ծախսերի փոխհատուցումները մինչև 50,000 են, իսկ կրթության գծով կատարված փոխհատուցումների շեմը մինչև 100,000 դրամ են։ Եվ վերջում կուզեմ վիճակագրությունը ասել երեկվա տվյալներով հունվարից 1-ից մինչև օրս համընդհանուր հայտարարագիր լրացրած 3448 քաղաքացի ետ է ստացել 321 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ, մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 93,100 դրամ է։ Սա ինքնին խոսող թիվ է այն մասին, երբ բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ կեղծիք տարածելով ասում էին, որ հայտարարագրումը հավելյալ հարկում է իրանից նախատեսելու եւ ներողություն ավարտում եմ պետբյուջեն լցնելու համար են այս համակարգը ներդնում, այս թվերը խոսում են այն մասին, որ հակառակը սիրելի քաղաքացիներ 70 միլիարդ բյուջեում նախատեսված է այս սոցիալական կրեդիտները ձեզ հետ փոխանցելու համար։ Շնորհակալություն։